Բարև ձեզ, ինչպես եղել հանդիպումը, ընկերներ եք Արտաշեսի հետ։ Մտերիմներ ենք, Արտաշես ասելուս, որ բնագավառը, որ կետը, բանեք զգուշ պտի ասենք, ինքը որ Նժդեի կերպարի մեջ փայլուն խատարեց այդ դերը, ինքը մահապարտերի ջոկատի մեջ Ռուստամի ամենահավատարիմ տղեն էր, Ռուստամ ես 44 օրյա պատերազմին իրան չտարավ, ասես դու մնա մշակույթը առաջ կսի, ես իրան մայիս ամսին Հայրիկ Մուրադյանի միջոցառումն էր, հրավիրեցի, որ գա ելույթ ունեն, խոսք ասի որպես, ինքը ինչ-որ բեմական բաներ ուներ, չկարացավ գար, 1000 ափսոս, որ Արտաշեսը ծննդով արտիկից էր, ես կցանկանամ իրանց դպրոցը իրան վառ պահելու համար մի հատ գոնես լսարան դնեն ընդեղ, մեծ հայ է Արտաշեսը, մի մարդ, արվեստի մարդ, որ զենքի գնա, դա արդեն ամեն ինչ է, ես իրա կյանքին մեռնեմ։ Իսկ վերջին անգամ երբ եք հանդիպել, խոսել, ինչ եք քննարկել, ինչ եք զրուցել։ Վերջին անգամ հեռախոսով խոսացի Հայրիկ Մուրադյանի բանով, մենք հեռախոսներով կապվում էինք, բան ենք անում, ինքը Եվրոպան որ թողեց եկավ, նեղությունով անցավ, թո բոլորը իրան օրինակ վերցնեն, նա ես հողու ջուրը սիրող ալ է, կներեք են ռուսերեն բառը, բայց զադնի տվող չեղ է, միայն առաջ, պատերազմի ժամանակին այդ տղեն է, ես հիմա երկրորդ կարգի հաշվանդամ եմ, 1000 ափսոս, նոր եմ հիվանդանոցից էլ է, թո Արտաշեսի նման, թե մշակույթում, թե ամեն ինչում, լիքը հայրենիք սիրող մարդիկ են, դավաճաններին էլ ամոթ, Արցախյան պատերազմը դավաճանական մեծ բան գնաց, հետո վախում են տելեզրով ասեն, հետ հիմա Բաքվում որ դատում են, դրանց Պուտինը օգտագործեց հանձնեց թուրքերին, ասա քուրս։ Իսկ որպես ընկեր, ինչ եք հիշում նրանից, ինչ խորհուրդներ է տվել, որ միշտ հիշում եք եւ բոլոր բնագավառի մարդկանց հետ մտնում է իրենց կերպարի մեջ մարդկայիններ ցույց տալիս, միայն մարդ, всё, ներող։ Որպես դերասան որ կերպարն է ամենաշատը ձեզ տպավորել։ Արչի Նժդեն է, բայց հետո ինքը մեծ կազմակերպչական ջիղուն էր մշակույթի մեջ, մեծ դերը Նժդեի դերն է, մենք մեր հայազգ որ մի հատ Նժդե ունենանք, մենակ վատ բաներ չանեն, այդ դավաճանները, Նժդեի կերպարն է ամենամեծը, լավ եղեք ես ձեր ցավը տանեմ, Արտաշես մասին մենակ լավը,